հունվարի 20-ին, երբ որ հայերի ջարդը Բաքվում արդեն ավարտվել էր ու սովետական բանակը մտավ Բաքու, մի քանի հոգի գուսինցաների տակ մնաց, դեմա հատուկ են ճխլել այդ մարդկանց, թե հանկարծակի չեմ կարի ասեմ, այնուամենայնիվ զոհեր ունեն, ու այդ զոհերի մեջ կար մի զույգ, որը տոլի այդ օրներ ամուսնացել, տոլի երեգեին ամուսնացել, տորի իրաց մեղրան, նոր ապսակներ էին, ու այդ օրը զոհվեց ամուսինը, երիտասարդ ամուսինը եւ երիտասարդ կինը չդիմացավ այդ վշտին, ինքնասպանություն գործեց, այդ հայտնի պատմություն է։ Մա այդ ողբերգության շուրջ հեքիաթ, հա։ Իրանց աղթամարն է մի խոսքով էդի մոտավորապես, բայց մի քիչ ուրիշ բանով։ Հա, երևի։ Աղթամարն էլ է, չէ՞, տենց ռոմանտիկ բանով, դե ինչ ասեմ։ Տենց է։ Հիմա այն ինչ ուրիշ է, օքեյ, ու ինչ են պատմում։ Պատմում են, որ ուրեմն այդ Ֆարիզեր անունը։ Պամոմ տողանը Ֆարիզ էր, աղջկա անունը Նունուֆար։ Ֆարիդա, տղեն Իլհամներ են էր, Ֆարիդան չեմ, в общем մի խոսքով։ Տենցոտ մի խոսքով։ Հա ինքը շատ Ռաբատյաշի շատ տենց բան տղա էր, որ ուներ նախանց հարևան հայ։ Այո, Ստեփան անունով։ Ստեփան։ Ու այդ Ստեփանը ահա որ նախանցում էր այդ Ֆարիզա Իլհամա, в общем դրան։ Ամեն ճանո ինքը բան։ Հեքիաթն եմ պատմում։ Հա, հեքիաթն եմ պատմում։ Հա, իսկ այդ տղեն այդ լավ ադրբեջանցին ինքը բան էր, աշխատասեր բան ու բաներ ինքը։ Գերանդի անով։ No, Դարփին։ Հա։ Մի խոսքով էս հայերը որոշում են էս տղուն բան անեն, զամանի բուտի վոկուդատը մորթում են ու այդ ամեն ինչի մեջ Ստեփանին օգնում է Վալոդը։ Էլի հայ։ Հենց տենց Վալոդը մեր ընկալմամբ դեռ չի ասվում, մոնիկա հայ, ոնց որ տիպը ռուսն է, էլի։ Հա, Վալոդյա։ Վալոդյա, բայց Վալոդն ու Ստեփանը այդ խեղճ Ֆարիզին մի խոսքով խապում են, տանում են անտառ, սպանում են ու այդ իր ջահել կնիկն է, հա, այդ ջահել կնիկն էլ իրան սարից գցում է, в общем, ներքև ու տենց ողբերգական